Ինչ է կարծում, ՆԱՏՕ-ում նախապես իմացել են ռուսական ինքնաթիռին Թուրքիայի հարվածի մասին։ Нужно, во-первых, получить более четкую, более подробную. Առաջին հերթին պետք է ստանալ ավելի հստակ եւ ավելի մանրամասն տեղեկատվություն, թե ինչ է տեղի ունեցել, դրանից հետո պետք է անել եզրակացություններ։ Իսկ եզրակացությունները կլինեն իհարկե լուրջ, քանի որ նման միջադեպեր անհետևանք չեն թողնում ոչ մի տեղ, ոչ մի երկրում, ոչ Միացյալ Նահանգները, ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը։ Ինչպես դա կանդրադառնա ԵԱՀԿ երկրների հարաբերությունների վրա։ Ну, вы знаете, давайте сначала посмотрим, как это... Եկեք սկզբում տեսնենք, թե ինչպես դա կարող է անդրադառնալ ՆԱՏՕ-ի երկրների հարաբերությունների վրա, նկատի ունենալով, որ ՆԱՏՕ-ն հանդես է եկել ոչ միաձայն ընդունված որոշմամբ եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դիտողություն են արել, քանի որ նրա ելույթը առաջին դիրքորոշումը համաձայնեցված չի եղել բոլոր անդամների հետ։ Դա նշանակում է, որ ոմանք հետևել են այդպիսի գծի, մյուսները չեն համաձայնել այդ գծին, ուստի կարծում եմ, որ այժմ պետք է դեռ մտածել, կշռադատել, նայել բոլոր նյութերը եւ դրանից հետո նոր։ Ես օրինակ բերեմ, դուք պրոֆեսիոնալ եք, դատեք ինքներդ, ինչպես կարելի է օդանավի խոցման հենց սկզբից նկարել մինչև վերջ։ Դա պատահական չի լինում, այստեղ ամեն ինչ պրոֆեսիոնալ է եղել։ Եթե դա պրոֆեսիոնալ է եղել, նշանակում է դրան պատրաստվել են, եթե դրան պատրաստվել են, նշանակում է պետք է դրան մոտենալ այլ դիրքորոշումից։ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, որ այնտեղ է արդեն ուղարկել Մոսկվա հրթիռային հածանավը, որը զինված է C-300-ի ծովային տարբերակով, որոնք կներեք, գործում են շատ մեծ հեռավորության վրա եւ ռուս զինվորականները նախազգուշացրել են, որ եթե լինի ինչ-որ ինքնաթիռ եւ անմիջական սպառնալիք, առանց նախազգուշացման կհարվածեն։ Հիմա պետք է սպասել։ Ինչ է կարծում, ում էր դա ձեռնտու։ Ну, Путин тоже сказал, что трудно... Պուտինը նույնպես ասել է, որ դժվար է ասել, թե ում է դա ձեռնտու, քանի որ Թուրքիան սպառազինությամբ եւ պաշտպանունակությամբ երկրորդ երկիրն է ՆԱՏՕ-ում։ Չեմ կարծում, թե դա շահեկան էր Թուրքիայի համար։ Նրանք չափազանց շատ խնդիրներ ունեն, խնդիրներ քրդերի հետ։ Այժմ սկսում են բացահայտվել շատ նորանոր բաներ։ Ով է նավթ գնել իսլամական պետությունից։ Մենք գիտենք, այժմ ես պաշտոնապես հայտարարում եմ, Թուրքիան է գնել, եւ թեկուզ չնչին գնով, ամենայն դեպս ստացվում է, որ ֆինանսավորել է։ Финансировало, получается, ИГИЛ.